Բարև ձեզ, իմ զրուցակիցը ուրոլոգ վիրաբույժ 100 տարուց 100 միլիոն հայ նախաձեռնության հեղինակ Ավագ Ավագյանն է։ Ողջույն։ Բարև ձեզ։ Հավակնոտ նախաձեռնության մասին ես հենց հիմա ասացի եւ ինքս էլ իմ ականջներին դժվար հավատացի, ինչ գործուն քայլերով եք պատկերացնում այդ ձեր նախաձեռնության նպատակի իրագործումը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեծ ծրագիր է, որը որ ես չգիտեմ կհասցնեմ տեսնեմ թե չէ, դա բայց վստահաբար չեմ տեսնի, բայց մենք ունենք շատ խնդիրներ, որոնք տարբեր տեղեր են կենտրոնացված։ Մենք ունենք այսօր Հայաստանում ծնելիության խնդիր, ունենք ընտանիքի խնդիր, ունենք առողջական խնդիր, ունենք գյուղական հասարակության խնդիր, որը որ բոլորը ցանկանում են քաղաքում ապրել, այդ ամեն խնդիրները, որ առանձին վերցնում ենք, ես էլ որոշեցի, որ ինչ-որ մի գործունեություն պետքա ծավալեմ, բացի իմ բժշկական ոլորտը, ես մասնագիտությամբ առաջին մասնագիտությամբ ուրոլոգ եմ, Հայաստանում աշխատել եմ որպես ուրոլոգ, երկրորդ մասնագիտությամբ հանրային առողջության կառավարիչ եմ, աշխատել եմ նաև շատ կարճ հանրային առողջության կառավարման ոլորտում։ Ինչպես ծագեց գաղափարը, այս նախաձեռնությունը նախաձեռնելու երկար ժամանակ եփվում էր ձեր մեջ, ինչն էր այդ խթանը, որ որոշեցիք արդեն սկսել քայլեր անել։ Ճիշտն ասած, երկար տարին էլ մտածել եմ, որ պետքա որևիցե այլ գործունեություն էլ սկսեմ, հասարակական կամ որևիցե այլ գործունեություն պետքա սկսեմ։ Մտածում էի տարիների ընթացքում դրանք կամաց ես կիրականացնեմ։ Երբ որ իմ ճանապարհը տարավ Գերմանիա, ես գնացի Գերմանիա, տեսա այնտեղի հասարակությունը, տեսա այնտեղի կյանքը, տեսա այնտեղի մոտեցումները, սկսեցի մտածել ինչն է խնդիրը, որ մեր հայրենիքում այս ամեն ինչը չկա։ Փոքրուց բոլորս կարծել ենք, որ եթե Եվրոպայի այնտեղ բոլորը խելացի են, այնտեղ բոլորը ավելի հարուստ են, բոլորը ավելի երջանիկ են, ու տենց մեր մոտ այդ կարծրատիպը կար, որ Հայաստանում հնարավոր չի, Գերմանիայում կամ Եվրոպայում դա հնարավոր է։ Բայց եթե գնում ես տեսնում ես, որ այնտեղ էլ բազմաթիվ խնդիրներ կան։ Տեսնում ես այդ բազմաթիվ խնդիրները կա, ուղղակի այնտեղ կարգապահությունն է։ Խնդիրը կարգապահությունն է։ Մարդիկ խոսելուց բացի նաև գործում են։ Մեր ազգում մենք մի հատ խնդիր ունենք, որ մենք սիրում ենք միայն աղոթել, չգործել։ Աստված կտա մի բան կլինի, Աստված կտա լավ կլինի։ Այսպիսի բան ունեմ, պատկերացում ունեմ Սփյուռք Հայաստան այս կապի մասին, էլ երբ որ տենց երկար մտորումներս բերեց, որ Հայաստանը Սփյուռքի երես տված երեխան է, երբ որ Սփյուռքը ամբողջ կյանք աշխատել է կամ ինչ որ մի ընտանիքի վրա օրինակը բերելով, մի ընտանիքի հայր երբ որ ամբողջ օրը աշխատել է, դժվար աշխատանքով աշխատել է, բայց լավ եկամուտ է ստացել, երեկոյան հոգնած եկել է տուն, փուճուր տղան եկել է ասել է պապ փող դուր կամ ինչ որ բանով այրար այդ խաղանք, անել է փող գումար ա տվել, ենթադրենք 20000 դրամ, հետո չի հետևել այդ երեխան ինչի վրա է ծախսում այդ գումարը, ինքը հոգնած ա եղել, գնացել է քնելու, հաջորդ օրը անցել է իր աշխատանքով, այդ երեխան էլ ծախսել է իր հաճույքի համար եւ չի կրթվել, չի զարգացել, չգիտեմ, նարկոման ա դառել, խաղացող ա դառել, ինչ որ տարիներ հետո, երբ որ հիմա Սփյուռքը որոշել է, որ հրաժարվի Հայաստանից, որովհետեւ հայերը շատ երեսառատ, շատ, չգիտեմ, պճնամոլ, շատ չգիտակցող ժողովուրդ են դառել, բայց սա իրանց խնդիրն ա եղել, որովհետեւ իրանք են ժամանակին փողը ուղարկել, առանց հետևելու, թե դա ինչի վրա է ծախսվել։ Այսինքն արժեք չի ստեղծվել Հայաստանում։ Այն գումարները, որոնք որ մտել է Հայաստան, մեծ քանակի գումարներ, որոնք որ մտել է բարեգործության անունով, Հայաստանում արժեք չեն ստեղծել։ Այսինքն նրանք որոնք կարող էին կրթության վրա դրվել, անունը դրվել է կրթություն, բայց լրիվ ուրիշ բան է կրթվել։ Ավելի հեռահար նպատակների համար դրվել, քան այս րոպեական հավելյալ արժեք չի ստեղծվել։ Հավելյալ արժեք էր պետք ստեղծել։ Որպեսզի 100 տարուց 100 միլիոն հայ լինի, ամեն ընտանիքում պիտի 5-6 երեխա ծնվի։ Ծնելիության խթանում, գյուղերում երեխաների կրթության զարգացվածություն եւ այլն։ Եկեք ծնելիության խթանումից սկսենք, ինչպես եք դա պատկերացնում եւ ձեր ներդրումը այդտեղ որն է լինելու։ Ես որպես ուրոլոգ, բնականաբար շատ բան կարամ պատմեմ առողջության մասին, շատ կարամ քննարկեմ, բայց այսօր Հայաստանում բժշկությունը բավականին զարգացված է, Հայաստանի ուրոլոգիական դաշտը բավականին հագեցված է, տղամարդու առողջության հետ կապված խնդիրները բավականին լավ լուծումներ են ստանում։ Տղամարդիկ պետքա դիմեն, որպեսզի հետագայում չունենան անպտղության խնդիրներ։ Այսօր չեմ փորձի կենտրոնանամ ուրոլոգիական խնդիրների վրա, չեմ փորձի կենտրոնանամ որ դեպքում ինչ պետք է անել, ամուսնանալուց հետո 1 տարվա ընթացքում եթե երեխա չեք ունեցել կամ իջև ամուսնանալն է պետք դիմել, սեռավարակներ եւ այլն եւ այլն։ Այդ նյութերը այսօր ինտերնետում շատ են, այսօր ուրոլոգները շատ լավ, շատ հաջող ուրոլոգներ ունենք, շատ գրագետ կոնսուլտացիաներ կազմակերպում են։ Ես ավելի շատ
Այս տարիների ընթացքում իմ աշխատանքը եղել է կենտրոնանալ կոնսոլիդացիայի վրա, այսինքն կոնսոլիդացնել այն ամեն ինչը, ինչը հնարավոր է եւ հասկանալ, որ խնդիրը մենակ ուրոլոգիայով ու գինեկոլոգիայով չի ծնելիություն, էլի, առողջության խնդրով չի ծնելիություն, այսինքն պետք է հասկանալ 1000 եւ ավել տարի չենք ունեցել պետականություն, բայց մենք որպես ազգ գոյատևել ենք։ Իմ պատկերացրած ծնելիության աճը դա ընտանիքի արժեքի վերականգնումն է, այսինքն մենք այսօր ունենք ընտանիքի արժեքի ոչ լիարժեք ու ճիշտ պատկերացում։ Երբ որ կունենանք ընտանիքի արժեքի լիարժեք վերականգնում, կունենանք տղամարդու պատասխանատվության վերականգնում, այսօրվա ցանկացած տղամարդի հետ կամ մեծ մաս տղամարդկանց հետ երբ որ զրուցում ենք, իրանք չունեն այդ պատասխանատվության զգացումը, իրանք չունեն ընտանիքի պատասխանատվության, կնոջ հոգսը տանելու կամ չգիտեմ, կնոջը սիրելու կամ ընտանիքից չհեռանալու կամ երեխաներին դաստիարակելու կամ ֆինանսական, դա էլ է շատ մեծ խնդիր, դա շատ մեծ խնդիր է եւ ամենակարևորը, որ Աստծո կողմից ստեղծված շատ մի հրաշալի էակա, դա կինն է, կնոջը մենք պետքա ուղակի պաշտենք։ Իսկ այսօր մենք չունենք այդ մենք տղամարդիկ դա չեն անում քիչերիկա, մի հատ էլ ամբողջ հասարակության կողմից հավասարեցվում է, ասում են տղամարդ եւ կին իրար հավասար են, դա երբեք չի կարա տենց լինի։ Տղամարդն ու կինը թեկուզ անատոմիայի տեսանկյունից իրանք չեն կարա իրար հավասար լինեն։ Տղամարդը +1 կամ կինը +1 ու -1 անատոմիայով էլ կարամ ասեմ, տղամարդն ու կինը մեկը մեկին հավասար է, բայց +1-ն ու -1-ը իրար հավասար չեն։ Տղամարդն ու կինը տարբեր են եւ դրանով է կյանքի գեղեցկությունը։ Տարբեր հումորային բաներ կան, չէ՞, կնոջ հասկանալու, ինչա ոնց է պետք կնոջը հասկանալ, կնոջը մի բան պակասում է, ես էս չեմ կարող հասկանալ։ Եթե վերադառնանք ծնելիության թեմային, շատ ընտանիքներ շատ լավ պատասխանատու ծնողներ են եւ իրենք ասում են մենք ուզում ենք ունենալ 1-2 երեխա եւ լիարժեք ժամանակ տրամադրել, փորձել եւ ժամանակի, եւ ֆինանսական միջոցների, եւ կրթության, եւ բոլոր իմաստներով ապահովել երեխային։ Ինչպես կարող եք նպաստել, որ այդ ընտանիքը, որը ունի այդ մոտեցումը, օրինակ 5-6 երեխա ունենա, որովհետեւ դա անձնական որոշում է, չէ՞, նաև արժեքային, աշխարհայացքային եւ այդ նույն ընտանիքը կբերի բազմաթիվ օրինակներ, որ ունենում են 5-6 երեխա, բայց չեն կարողանում լիարժեք հետևել, փոք տանել, էմոցիոնալ ներդրում ունենալ։ Լրիվ համաձայն եմ ձեր հետ։ Քաղաքաբնակ հասարակության մեջ շատ ճիշտ նկատեցիք, մարդիկ ցանկանում են ունենալ 1-2 երեխա, հասցնել, որտեղ ունեն փոքր բնակարաններ, ուզում են շրջագայել, ունեն այլ նպատակներ եւ այլն եւ այլն։ Բայց մենք ունենք նաեւ կանայք, գյուղերում կան լիքը ընտանիքներ, ովքեր կուզեն ունենան 4-5, միայն ֆինանսը չի, խնդիրը մենակ փողի մեջ չի, խնդիրը ավելի շատ ինֆորմացիայի մեջ է, խնդիրը ավելի շատ կրթվածության մեջ է։ Ինձ դիմել են ընտանիքներ գյուղերից, ովքեր ուզում են, ցանկանում են երեխա ունենալ, բայց չգիտեն իրենց երեխայի հետագա ճակատագիրը, չեն կարողանում հասկանալ իրանց երեխան, իրանք ուզում են իրանց երեխան կրթվի, զարգանա եւ այլն եւ այլն։ Հիմա ես կետ առ կետ գրել եմ այդ բոլոր ծրագրերը, ինչա հնարավոր եւ ոնց է հնարավոր, բայց դա մի օրում կատարվող գործողություն չի եւ ինքը սկսել եմ դրանք անել, այդ գործողությունները։ Կետ-կետ ես անում եմ։ Զբաղվում եմ ընտանիքների հետ ոչ միայն ֆինանսական աջակցությամբ, պետությունը տալիս է ամեն երեխայի համար որոշակի գումար է տալիս ու այն ծնողները, ովքեր միայն գումարի համար երեխա են ունենում, այդ երեխաներին հետո չեն դաստիարակում, չեն կրթում։ Աշխատում եմ անհատական ընտանիքի հետ, հոգեբանական խնդիրները կարգավորելու համար։ Երբ որ մարդիկ ու այդ ընտանիքները գիտակցում են իսկ իրական սիրո, որ իրանք ունեն սիրո եւ աջակցություն, իրանք արդեն հնարավորություն է ստեղծվում իրանց համար։ Երբ որ ես տվել եմ իրանց աշխատանք եւ ասել եմ դուք չեք մտածում աշխատանքից հետո ոչ մի այլ բանի մասին, ես ձեր խնդիրները անձամբ ես եմ լուծելու, որովհետեւ այդ հարցերում ես տեղյակ եմ ու ինֆորմացված եմ։ Երբ որ ես իրանց աջակցել եմ, ասել եմ դուք տարին մեկ անգամ պետքա գաք Եվրոպա, որը մեծ գումարների հետ կապված չի, էլի այսօր Գերմանիա գալ-գնալ կարելի է 200 եվրոյով, գալ 10 օր Գերմանիա, եթե ես եմ հրավիրում, ընդամենը 200 եվրոյով ես կարամ իրանց հրավիրեմ մեր տանը, մի քանի օր ման գան եւ հետ գան եւ իրանց աշխարհայացքը կմեծանա եւ լիքը փոփոխություններ կլինի։ Դուք հիմա նախաձեռնել եք մի շարք ընտանիքների օգնել, նույնիսկ եթե դա մեծ ֆինանսական օգնություն չի յուրաքանչյուրի դեպքում, որոշակի ֆինանսական ներդրումներ է ենթադրում։ Մեծ բաներ չպետք է ոչ մեկս ոչ մեկին խոսք տալ։ Ես խոսք չեմ տալի, ես անձամբ շատ ընտանիքների օգնել։ Ես վերցնում եմ մեկ ընտանիքի պատասխանատվություն եւ
օգնում են մեկ ընտանիքի եւ ամեն մեկը պետք է վերցնի պատասխանատվություն մեկ ընտանիքի։ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր անհատ կամ ընտանիք այստեղ պատասխանատվություն վերցնի մեկ ընտանիքի համար, այդպիսին է ձեր մոտեցումը։ Մոտեցումներից մեկը դա է, բայց ոչ միք մոտեցում, ունեմ 50 մոտեցում ու ցանկացած դիմողի համար դա պետքա լինի յուրահատուկ իր ցանկություններով։ Աշխատում եմ հիմա հոգեբանների հետ ու ընտանեկան հոգեբանների հետ, աշխատում եմ գյուղատնտեսների հետ, աշխատում եմ բիզնեսմենների հետ։ Յուրաքանչյուր ընտանիք ինքը պետքա ստեղծի այդ հավելյալ արժեքը։ Ոչ թե մենք ցուկ պետքա տանք, այլ ցուկ բռնել պետքա սովորացնենք։ Ես չեմ խոստանում, որ ես մեծ գումարներ պետքա բերեմ տամ։ Ես խոստանում եմ այն մարդկանց, ովքեր ցանկություն ունեն իրենց անդունդից դուրս գալու, իրանց համար կա հստակ ծրագիր, ինչպես դուրս գան այդ անդունդից։ Դե ինչպես պետք է հստակ օրինակներով խոսենք, ենթադրենք դուք ասում եք, որ գյուղատնտեսների հետ եք աշխատում, գյուղաբնակ ընտանիք է եւ կա գյուղատնտեսությամբ զբաղվելու ցանկություն կամ հնարավորություն, դուք փորձում եք այդ ուժերը կոնսոլիդացնել, բերել մասնագետների, ովքեր խորհրդատվություն կանեն, այսինքն փորձում եք յուրաքանչյուր ընտանիքի համար այդ ընտանիքի ցանկություններին եւ հնարավորություններին համարժեք լուծումներ գտնել։ Արել եմ արդեն, ու դա շարունակաբար արվելու է, երբ որ ես գնացի Գերմանիա, հասկացա, որ ես հայրենիքից լքեցի եւ իմ հետ տարա իմ ընտանիքը, 4 հոգով լքում ենք հայրենիքը, իմ տունը ստեղ դատարկ է մնացել, իմ հողերը դատարկ են մնացել, իմ ջերմոցները դատարկ են մնացել, որոնք որ ես պարզ ասելով էլի, որոնք որ ես կարամ վարձով տամ, ուղղակի որովհետեւ մեկին կարան վարձով տամ, առանց հավելյալ արժեք հասկանալու, առանց որովհետեւ բան մտածելու։ Երբ որ ես գնացի Գերմանիա եւ տեսա այնտեղ ոնց են տունը վարձով տալի, հարցնում եմ ինչ տարբերություն ձեր համար տունը, էլի ես 4 սենյականոց եմ ուզում 4-ը տվեք։ Ինձ ասում են, չէ, դուք չես հասկանում, մենք քեզ չենք կարա 4-ը տանք։ Դուք 2 հոգով եք, որ մեկը գա ու նենց ընտանիք, որ 4 հոգով լինի, բա իրանք որտե են մնալու, դուրսը մնան կամ գնան ուրիշ տուն։ Ես այդտեղ հասկացա, որ մենք Հայաստանում անելու բան ունենք։ Երբ որ ես իմ տունը պրոստը պետք է վարձով տամ, իմ ջերմոցը պրոստը պետք է վարձով տամ, ես փնտրեցի նենց ընտանիք, ովքեր որ ունեն դրա անհրաժեշտությունը ու ովքեր ցանկանում են ունենալ երեխա ու ովքեր նոր են ստեղծում այդ ընտանիքը, ունեն լիքը երազանքներ ու դեռ իրենց երազանքները չի կոտրվել, ես պատասխանատվություն եմ վերցնում այդ ընտանիքին, որ թե ֆինանսական սկզբնական աջակցություն, թե այդ ընտանիքին ես իմ միջոցներով սկզբնական կօգնեմ այդ գյուղատնտեսության մեջ, թե ես խոսել եմ գյուղատնտեսի հետ, ով կօգնի այդ ընտանիքին, որպեսզի իրանք հետագայում ավելի լավ մշակեն այդ ջերմոցները, թե մի քանի տարի անց ես մեծ ավելի ներդրում կանեմ ընդեղից, ու այդ ընտանիքը եթե ուղակի չէին ուզում ամուսնանային այսօր, մտածում էին միտեղ աշխատեն, չգիտեմ, մի քիչ փող հավաքեն, մի հատ տուն վարձեն կամ հիպոթեկով տուն գրվեն, ես ուղակի իրանց տվեցի իմ տունը, տվեցի իմ հողերը, իմ ջերմոցները, մի պայմանով, որ ունենան շատ երեխաներ։ Եվ այդ երեխաները այդ հավելյալ արժեքը կլինի։ Այսինքն ես 4 հոգով դուրս եմ եկել, եթե իրանք ուղակի ինձ չհանդիպեին, կունենային եւս 2 երեխա, ինձ հանդիպելուց հետո իրենք կունենան 6 երեխա։ Իրանք կունենան եւս 4 երեխա, որը կլրացնի իմ ընտանիքի բացակայությունը։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր ով Սփյուռքում է, կարա իր վրա այդ պատասխանատվությունը վերցնի ու այն մարդը ով ուզում է Հայաստանից դուրս գա, ինքը կարա այդ պատասխանատվությունը վերցնի ու իր հետևից ինքը թողնի այդ նոր սերունդին, նոր առողջ սերունդին, եթե մենք ունենք արդեն կարծրացած մոտեցումներ Հայաստանում բոլորը խաբեբա են, Հայաստանում բոլորը, չգիտեմ, սրիկա են, մեզ խաբել են, այդ երեխաներին երբ որ մենք չխաբենք, իրանք ավելի լավ երեխաներ են լինելու։ Այդ երեխաները, որոնք որ նոր պետքա ծնվեն ու հիմա ենք մենք պլանավորում իրանց ծնունդը ու իրանց համար ավելի լավ մանկություն ենք նախատեսում, իրանք շատ ավելի առողջ ու շատ ավելի երջանիկ են լինելու ու մեր հասարակության մեջ ավելի մեծ դեր են խաղալու։ Ավակ ցանկացած նման նախաձեռնության համար ես շատ ուրախանում եմ, որովհետև մենք սովորաբար որոշում ենք, որ ինչ որ միտեղ վերևից պիտի փոխվի եւ յուրաքանչյուրը սպասում ենք, որ ինչ որ մեծ բան պիտի տեղի ունենա, մինչդեռ փոփոխությունները այս կաթիլներով են լինում։ Դուք այս ընթացքում գտել եք համախոհների մարդկանց, որոնց այդ գաղափարներով կհամակեիք եւ իրենք էլ ձեր նախաձեռնության մի մասը կդառնան, որտեղ ենթադրում եմ, որ դա արդեն ցանց պիտի դառնա, որ իր ծավալներով եւ մասշտաբներով սկսի մեծանալ։ Հեշտ բան չի։ Իմ ասածները ես ինքս էլ լավ գիտեմ, որ դեռ ամբողջությամբ ճիշտ չեմ կարող մեկնաբանեմ այն ինչը ես եմ մտածում, ու մեր հասարակությունում այսպիսի խնդիր ունի,
ասում է արեք կտեսնենք, այսինքն արդյունք ստացեք նոր կտեսնենք։ Հիմա ես անում եմ ու ոչ մեկից չեմ ակնկալում օգնություն։ Ես չեմ ցանկանում ինչ որ մեկը ինձ օգնի կամ ինչ որ մեկը ինչ որ գործողություն անի ու ոչ մեկից չեմ սպասում օգնություն։ Նկատի ունեմ ձեր թիմի անդամ, այսինքն ձեր գաղափարակիցը դառնան։ Իրենք էլ ուզենան իրենց մոդելով, իրենց օրինակով մասնակցեն մեկ այլ ընտանիքի։ Շատ մարդկանց հետ եմ զրուցել, բոլորը ողջունում են, բոլորը ծափեր են տալիս, շատ հրաշալի է, մենք բոլորս կուրախանանք, այսքան, եւ այդքանով վերջանում է։ Գաղափարի շուրջ, որը որ ես ամեն օր աշխատում եմ այս ամեն ինչի շուրջ, ես միայնակ եմ։ Օգնողների, որոնք ինձ ասում են հաստատ ստացվելու ամեն ինչ լավ լինելու, ավելի շատ են։ Շատ ավելի շատ են իմ ընկերների մեջ, հարազատների մեջ, բավականին շատ են հուսադրող մարդիկ, այսպես են որ ասում են, սա լավ կլինի, դու արա ամեն ինչը լավա լինելու։ Բայց դու արա։ Հա, իրանք չեն որևիցե քայլ ցանկանում անել, որովհետև սա շահույթ չհետապնդող գործողություն է։ Այն ինչը որ ես եմ պատկերացնում, բնականաբար մյուսը չի պատկերացնում։ Հետո մենք sense մի հատ խնդիր ունենք հասարակության մեջ, ասում ենք բոլորը դավաճան են։ Մենք սա պետքա վերացնենք, բոլորը դավաճան չեն, պրոստը քանի որ մենք բոլորս միտք ունենք, մեկը ինչ որ երբ որ միտքը արտահայտում, մյուսը չի ուզում համաձայնվի կամ ուզում է համաձայնվի, ինքն էլ իր միտքն է ուզում առաջ տանի ու մի սեղանի շուրջ առաջանում է վեճից հետո ասում է դե գնացեք ով ոնց գիտի թող տենց անի, դե չդառան դավաճան, որոստը մենք չենք կարող մի ընդհանուր գաղափարի շուրջ լեզու գտնել, երբ որ ես մի լավ միտք եմ ասում, իմ հետ չեն համաձայնվում, ինչ են ասում ինձ, դե գնա կարաս գնա արա ախպեր։ Կարաս գնա արա։ Դե հիմա ես դա լավ եմ հասկանում, ում էլ դիմեմ, ումից էլ ինչ ուզեմ, ինձ ասելու են կարաս գնա արա։ Հիմա դրա համար ես որոշել եմ, որ ոչ մեկին չդիմեմ։ Ես կարամ ու գնում անում եմ։ Ընդհանրապես աջակցության հետ կապված կա այսպիսի մոտեցում, որ դա արդեն տարիներով արմատացած մոտեցում է, երբ ասում են աջակցություն, առաջին հերթին պատկերացնում են ֆինանսական աջակցությունը։ Վստահ եմ, որ շատ ընտանիքների դեպքում, երբ այս զրույցը ծավալվի, գալու ենք նրան, որ դե առաջին հերթին պետք է ֆինանսական, այս հարցը լուծվի, այն հարցը լուծվի։ Այստեղ նաև այդ մոտեցումների փոփոխության խնդիր կա լուծելու, որտեղ այդ ֆինանսականը կարճաժամկետ հարց է։ Արդյոք դուք չեք բախվում այդ խնդրին, երբ զրուցում եք, փորձում եք լուծում գտնել եւ դիմացից տեսնում եք, որ բոլոր ուղղությունները գնում են էլի այդ ֆինանսական հարցին։ Ամեն օր եմ բախվում ֆինանսական հարցին, միջև անգամ մի հատ 20,000 դրամ կարող է ուղարկեք, վարկը փակենք, որ հետո կարողանամ հասկանամ ինչ եմ անում, բայց ես մտել եմ մի ոլորտ, փորձում եմ մի տեղ գործողություն անել, որտեղ ֆինանսից պետքա մենք կախում չունենանք։ Իմ կարծիքով այս պայմանությամբ աշխարհի փողերի մի որոշակի տոկոս գտնվում է հայերի տիրապետության տակ։ Երբ որ այս գաղափարախոսությունը լիարժեք կմտնի իր հունը, սկսի իրագործվել ու մարդիկ կտեսնեն իրական արդյունքը, որը որ շատ մարդ է սպասում, ասում է տեսնենք ինչ կլինի, հետո կորոշենք։ Այդ ժամանակ բնականաբար շատ ավելի շատ գումարներ կհոսեն այս գաղափարի մեջ։ Հիմա չեմ ուզում շատ մանրամասներ բացել, շատ խորացնել, թե ինչեր է լինելու 20 տարի հետո, ինչ կարա լինի 30 տարի հետո, ինչ կարա լինի, երբ ինչ կլինի։ Այս պայմանությամբ ինձ պետք է հասկանան այնքանով, ինչքանով որ ես ասում եմ։ Ամեն դեպքում հարցեր ծագելու են եւ ֆինանսական միջոցների մասով եւ ինչպես է համագործակցությունը կազմակերպում, ինքներդ եք գտնում ընտանիքների, թե ստեղծել եք որոշակի կոմունիկացիա, որ ընտանիքներն են ձեզ դիմում եւ դուք իրենց հետ զրուցելով հասկանում եք ըստ առաջնահերթությունների ում հետ եք աշխատելու, ում եք փորձելու աջակցել, ըստ նպատակների շատ երեխաներ ունենալու կամ ինչ որ բաներ ստեղծելու։ Այդքան ծավալի աշխատանք անելու համար շատ մեծ ռեսուրս է պետք։ Այդտեղ մենք խճճվենք։ Իմ գործողությունները փոքր քայլերի արվեստն է։ Այսինքն մի երեխայի ծնունդի համար անհրաժեշտ է 1 տարի պլանավորում, ընտանիքի ձևավորվելուց հետո կակ մինիմում 1 տարի առողջ երեխա 1 տարի պլանավորում այդ երեխայի ծնունդի համար եւ այդ երեխայի ծնունդի համար 9 ամիս զարգացում, որից հետո կծնվի այդ երեխան։ Իմ գործողությունների ընթացքը այնքան դանդաղ է լինելու, որ սուր ինչ որ արդյունք չի լինելու, ոչ մեկ չի տեսնելու սուր արդյունք։ Նկատի ունեմ, ինչպես եք հիմա կազմակերպում ձեր աշխատանքը։ Դուք եք գտնում։ Ինձ պետքա գտնեն։ Ես չեմ գտնելու այդ տենց ընտանիքներ։ Ինչպես կարող են ձեզ գտնել։ Facebook-ում Ավակ Ավակյան, ով կցանկանա, հաստատ ինձ կկարողանա գտնել։
բայց ընտրվելու է հատուկ ընտանիքներ առաջիկայում։ Որ ընտանիքներն են ընտրվելու։ Ընտրվելու են այն ընտանիքները, որտեղ կլինի պարտադիր սեր, բայց դեռ չձևավորված ընտանիքներ։ Այսինքն զույգեր, որոնք դեռ չեն ամուսնացել։ Որոնք դեռ չեն ամուսնացել, որոնք ունեն երազանքներ, ու մենք պետք է ապահովենք այդ երազանքի իրականացումը։ Այսինքն այդ կինը պետք է ցանկանա ունենալ շատ երեխա։ Այդ ընտանիքը պետք է ցանկանա ապրել գյուղում։ Այդ ընտանիքը պետք է ցանկանա կրթվի։ Այդ տենց ընտանիքներ պետք է ստեղծենք։ Մենք ոչ թե ինչ որ ֆինանսական աջակցություն, փողերի հետ կապված ինչ որ անցուդարձ ենք ուզում ունենալ, չէ՞, մենք ուզում ենք ստեղծենք ընտանիքի գաղափարը, այն որ ունեցել ենք սրանից, չգիտեմ, 200, 300, 500 տարի առաջ, որը որ պահպանել է մեր ազգությունը ու ուրիշ Օսմանյան կայսրության մեջ մենք չենք վերացել։ Մենք այնքան ենք հզորացել ընտանիքի շնորհիվ Օսմանյան կայսրության մեջ, որ 1915 թվականին որոշել են, որ պետք է հայերին վերացնեն։ Հիմա բոլորը ասում են, հեսա թուրքերը մեզ նորից վերացնելու են, այս կողմ են պատմությունը կրկնելու հակում ունի, պատմությունը կարա կրկնվի։ Իմ կարծիքով թուրքերը էլ մեզ վերացնելու խնդիր չեն դրել, որովհետև մենք մեզ ենք վերացնում։ Նախ չկա իրապես քրիստոնյա մարդ, թուրքերը վերացնում էին, եթե մենք հիշում ենք պատմությունը, կոտորեցին 1.5 միլիոն հայի, ովքեր չդադարեցին լինել քրիստոնյա, այսինքն ով որոշեց, որ դառնում է մուսուլման, իրան չվերացրեցին, ով որոշեց, որ ինքը քրիստոնյա չի, այդ հային չսպանեցին։ Ու հիմա մենք լիքը խնդիրներ ունենք ու լիքը խնդիրների մեջ անդադ ինչ որ խառը վիճակ, չգիտեմ, ես ինչ ենք անելու, բայց պատմությունը կարա Տիգրան մեծի ժամանակաշրջանը կրկնվի։ Կարանք մենք շատ հզորանանք, եթե կրկնվել է, խի չի կարա Տիգրան մեծի ժամանակաշրջանը կրկնվի։ Դրա համար մեզ պետք է համբերություն, քանի որ այսօր ինտերնետը եւ այլն, սուր բան է ուզում, այսօր բոլորը սուր բան են ուզում։ Ինչ որ մի հատ բան լինի, որ քննարկենք, սուր փոփոխություն, վաղը կտեսնենք արդյունք, չէ, ոչ մի արդյունք չենք տեսնելու։ Այս արդյունքները միանգամից եւ արագ չի լինելու, ոչ մի լավ արդյունք արագ չի լինում։ Ոնց որ բժշկության մեջ է շատ համեմատություններ ունեմ ու երբ որ ծանր հիվանդին բերում են հիվանդանոց ու գնում ենք վիրահատարան դուրս ես գալի, հարազատները սուր բան են ուզում լսեն։ Բժիշկ ինչա, ամեն ինչ նորմալ է, սաղ դզվեց, բայց այդ հիվանդի ապաքինման համար կարող է 2-3 ամիս տևի, 4 ամիս տևի, մինչև իր ապաքինումը։ Բայց իրանք հենց այդ պահին ուզում են լսեն, որ ամեն ինչ լավ է կամ համաձայն եմ, բայց դա լավ է ձգտելը, բայց գործի մեջ դա չի աշխատում։ Եկեք եւս մեկ անգամ արձանագրենք, որ աշխատելու եք այն ընտանիքների հետ, որոնք ուզում են ունենալ շատ երեխաներ, ունեն որոշում ապրելու Հայաստանում եւ ապրելու մարզերում, ապա կենտրոնացման խնդիր եք ուզում լուծել, որ նաեւ մարզերում էլ կյանքը զարգանա։ 100 գյուղ, ամեն գյուղում 100, սենց է գնում, ստեղծել մի ընտանիքից հետո ստեղծել մի գյուղ, որտեղ կլինի 100 ընտանիք, հետո ստեղծել 100 գյուղ, որտեղ ամեն գյուղում կլինի 100 ընտանիք, ամեն ընտանիք էլ եթե ֆիզիկապես ի վիճակի լինի ունենալ գոնե 7 երեխա, ոնց որ Հովհաննես Թումանյանի նամակն է Ավետիք Իսահակյանին, ես ունեմ 10 երեխա, եթե դու էլ ունենաս 10 երեխա, մեր սերունդները 6 սերունդ հետո ոնց որ ասում եմ, մենք կունենանք 1 միլիոն արդեն սերունդ, 6 սերունդ հետո դա մոտավորապես 150 տարի հետո է ասում կունենանք։ Մի հատ ընդհանուր փոքր ծրագիր կբացեմ, փակագծեր։ Մեզանից յուրաքանչյուրը եթե հստակ իմանա մեկ ընտանիք պետքա ձևավորվի, թե դրսում ապրող, թե լիքը բարեգործներ, մի անգամ միանվագ 1000 դրամ 100,000 մարդ եթե փոխանցի, մենք 10 միլիոն հայ ենք։ 1000 դրամ վերցնենք 3000 քառակուսի մետր հողամաս, վրան կառուցենք 1 հարկանի տուն, սարքենք 1000 քառակուսի մետր ջերմոց, 1000 քառակուսի մետր ծառ, մի փոքր հատված հանգստի գոտի, մի հատ էլ փոքրիկ գոմ, հավերի կամ եւ այլն, էլի։ Ընտանիքի հետ կքննարկենք, ընտանիքը կորոշի ինքը ինչ գործունեությամբ է ուզում զբաղվի, մենք իր համար այդ ամեն ինչը կսարքենք, սարքելուց հետո այդ ընտանիքի արտադրած ապրանքը ինքը կտա որևիցե բիզնեսմենի, այդ բիզնեսմենը բարեխիղճ կլինի, ինքն էլ բարեխիղճ կլինի, կստացվի եկամուտ, կստացվի հավելյալ արժեք, որը որ շատ ավելի շատ է լինելու, քան այդ ընտանիքի ծախսերը։ Ահա, այսինքն դուք պատկերացնում եք, որ գյուղաբնակ ընտանիքները բոլորը պիտի զբաղվեն գյուղատնտեսությամբ։ Որովհետև այդ դեպքում ինչով պիտի զբաղվեն մարդիկ։ Մարզերում կա աշխատատեղերի շատ լուրջ խնդիր։ Համաձայն եմ, որ մենք ունենք հողամասեր, որոնք չենք մշակվում եւ շատ հրաշալի կլինի, որ ընտանիքները նախաձեռնեն դրանով ստեղծեն իրենց բարիքը, բայց
դա բավարար չի, չէ՞, բոլոր ընտանիքները չեն կարող զբաղվել գյուղատնտեսությամբ։ Համաձայն եմ, բայց ռազմադաշտային բժշկության մեջ պատերազմական վիճակում հա ցենց խնդիր կա, ծայրահեղ ծանր հիվանդներին չենք մոտիկանում։ Դա սառնասրտություն է, բժշկի սառնասրտություն է։ Ծայրահեղ ծանր է, դու գիտես, որ ինքը չի ապրելու։ Մենք մոտիկանում ենք միջի ծանրության թեթև եւ այդ հիվանդներին ենք օգնություն տալի։ Հիմա, երբ որ մենք այս խառը վիճակում ուզում ենք բոլորին օգնենք, դա հնարավոր չի։ Մեզանից յուրաքանչյուրը առաջնահերթություն տալու եք այն ընտանիքներին, որոնք պատրաստ են զբաղվել գյուղատնտեսությամբ։ Այս փուլում առաջնահերթությունը տալու ենք այն ընտանիքին, նորաստեղծ ընտանիքին, ով ունի հստակ նպատակ։ Եթե ինքը իր նպատակը գյուղատնտեսությունը չի, այլ գործունեությունն է, որ ինքը պատկերացնում է։ Մենք իր հետ քննարկելու ենք այդ գործունեությունը, որոշելու ենք ոնց կառուցել այդ գործունեությունը, որպեսզի իրանց ընտանիքը լինի երջանիկ սիրով եւ ունենան շատ երեխաներ։ Այսինքն դա պետքա լինի անհատական։ Մենք ոչ մեկին ոչ մի բան չպետքա պարտադրենք։ Չենք պարտադրելու, այ դուք եթե չեք ուզում զբաղվեք այս գործունեությամբ, չէ։ Մենք խնդիր ենք լուծելու այն ընտանիքների, ովքեր չգիտեն իրենց խնդիրը ոնց լուծեն, բայց պատկերացնում են ինչ են ուզում։ Բայց պատկերացնում են, հստակ պատկերացնում են ինչ են ուզում եւ այդ ամեն ինչի մեջ կա, որ իրանք ցանկանում են լինել հայ եւ ունենալ շատ երեխա։ Կարող է մեկը լինի, իրան անհրաժեշտ լինի մի հատ սարքավորում, որի հետևանքով իր ընտանիքի բյուջեն կավելանա ու ինքը կկարողանա էլի երեխաներ ունենալ եւ դիմի մեզ, մենք ոչ 5 րոպեում, այլ քննարկենք իր հետ իր լուծումները եւ իր խնդիրը լուծենք։ Իդեպ շատ կարևոր խնդրի եկանք մենք։ Դուք ասացիք, որ ընտանիքը պիտի ունենա հստակ ծրագիր, նպատակ, տեսլական, ընդհանրապես դա յուրաքանչյուր անհատի մակարդակով եւ ընտանիքի մակարդակով շատ կարեւոր բան է։ Շատ լավ է, որ դուք նախաձեռնել եք օգնել այդպիսի ընտանիքների, բայց ընդհանրապես կյանքում, երբ մարդը կամ ընտանիքը կամ հանրությունը կարողանում է ձևակերպել ինչ է ուզում, լուծումները միշտ գտնվում են։ Այդ շատ հետաքրքիր է, որովհետև լուծումներ չեն գտնվում այն դեպքում, երբ խնդիրը ձևակերպված չի։ Այսինքն ձեր այս նախաձեռնությունը նաև հնարավորություն է տալու ձևակերպելու խնդիրները։ Այդ ձևակերպելը արդեն իսկ ճանապարհը բացվում է, երբ խնդիրը ձևակերպված է։ Լիքը մարդ ուղղակի զրուցելուց հետո հասկանալու է, որ ինքը ունի ավելի շատ միջոցներ, քան ինքը միջև այդ գնահատել է։ Երբ որ ես իմ միջոցները արկելով գիշերը մտածելով չէի հասկանում ինչ ունեմ, երբ որ ես հանձնեցի թղթին, հասկացա ես էլ մի քանի բան էլ ավել ունեմ։ Այսինքն դա արժեքն է։ Հիմա իմ բարձրացրած խնդիրը վերաբերվում է ոչ թե նրան, այլ ես բարեգործ եմ եկել եմ բոլորին օգնելու, ոչ, ես բարեգործ չեմ եւ չեմ եկել բարեգործություններ անելու։ Ես օգնում եմ այն մարդկանց, ովքեր չեն կարողանում ձևակերպել իրենց խնդիրը։ Դա գործողություններիցս մեկն է եւ շատ այլ գործողություններ։ Իմ թիմում ընդգրկված են հոգեբաններ ու շատ կարեւոր է ընտանեկան հոգեբաններով ենք ավելի շատ աշխատում, որpիսի այդ խնդիրները լուծվի, որpիսի մարդիկ զրուցելով, մենք իրանց հարցեր տալով, իրանք կարողանան գտնել։ Ես մի քանի ընտանիքի հետ զրուցել եմ, իրանք ասում են դե մենք չգիտենք ինչ անենք, ասում եմ դե եկեք ես ձեզ առաջարկեմ, դուք որոշեք։ Ես մի քանի բան առաջարկում եմ, ասում են չէ, հա, բայց կարելի է սրա մասին մտածել, ասում եմ դե մտածեք։ Հետո անցավ ինչ-որ ժամանակ, որ զրուցեցինք, ասում է չէ, շատ լավ ստացվեց, ընտիր այլ մեզ բացարձակ օգնություն պետք չէր, այդ միտքն էր կարևոր։ Իսկ ինքը կարողացավ գտնել լուծումը, ինքը կարողացավ ձևակերպել խնդիրը։ Պարտադիր չի մենք ինչ-որ մեկից խելացի լինենք, որ կարողանանք իրար օգնենք։ Կարող ենք նույն մակարդակի լինենք կամ իրանից ավելի մեր փորձով թեկուզ եւ մեկը ինչ-որ հարց տա մեզ, ես իմ փորձով կիսվեմ իր հետ, գիտեք ինչ կա, թեկուզ Գերմանիա գնալու հարցում բժիշկներ կան այսօր Հայաստանում խնդիր կա, մենք ասում ենք բժիշկները պակաս են Հայաստանում, բայց իրականում բժիշկները շատ ավելի շատ են։ Բժշկական համալսարանը եւ այլ համալսարաններ բժիշկները շատ ավելի շատ են։ Իսկ մենք ավելի շատ ուզում ենք կրթվենք, ավելի շատ կրթվենք, ավելի զարգացած լինենք, ավելի, երբ որ գալիս է այդ որ արդեն տիրացվենք, բժշկական ոլորտում այդքան բժշկի անհրաժեշտություն չկա։ Երբ որ մարդը ուզում է գա Գերմանիա, խորհրդակցում է մեկ այլ բժշկի հետ գնացած ու ճանապարհն է իմանում։ Երբ որ մեկը սկսում է զրուցել, դա էլ է օգնություն։ Դու իրան ինչ որ հարցում օգնում ես։ Մնացել ես հայրենիքում եւ
ոչ մի արժեք չես ստեղծում, դու պրոստը վատնող ես, զուտ քո հայրենասիրությունը այնքանով է, որ դու մնացել ես քո հայրենիքում, դա իմ կարծիքով ավելի վատ է, քան դու գնաս այլ տեղ, ստեղծես հավելյալ արժեք եւ այդ հավելյալ արժեքով օգնես քո հայրենիքին։ Բանակին մենակ զինվորներ պետք չեն։ Վստահաբար են էլ հիմիկվա պատերազմներին մենակ ավտոմատով կրվող զինվորներ պետք չեն։ Բանակին կարող լինի ինչ-որ չաղ գեներալ կամ չգիտեմ չաղ մաթեմատիկոս, որը որ նստի կոմպյուտերով հաշվարկներ անի, անօթաչիով տանի, հեչ պարտադիր չի զինվոր։ Սա թրերով պատերազմների ժամանակաշրջանը անցել է։ Այսինքն, երբ որ մարդ չի ուզում հավելյալ արժեք ստեղծի, նա հայրենասեր չի արդեն։ Երբ որ մարդ ուզում է հավելյալ արժեք ստեղծի, բայց հասկանում է, որ այս միջավայրը իր համար չի, նա պետք է միջավայր փոխի։ Հայաստանում լիքը գործեր կազմակերպելու մեջ խնդիրը առաջանում։ Հիմա ես այս խնդիրը, որ առաջադրել եմ, այս խնդիրը 100 միլիոն հայ 100 տարի անց, բա ուր է արդյունքները, բոլորը արդյունք են ուզում։ Բայց դուք որոշել եք ճանապարհ ընկնել։ Ես ճանապարհ եմ ընկել, կատարում եմ իմ գործողությունները, անելու եմ ու շարունակելու եմ իմ գործողությունները եւ չեմ սպասելու ոչ մեկի օգնությանը։ Օգնելու եմ այնքան մարդու, ինչքան կարողանալու եմ։ Թե խորհրդով եմ օգնելու, թե ֆինանսապես եմ օգնելու, թե ոնց եմ օգնելու, բայց բարեգործությունը դա այն ոլորտը չի, որը ես ընտրել եմ, որ մարդկանց, չգիտեմ, պետքա փող բաժանել, այլ իմ բարեգործությունը իմ անցած ճանապարհը պատմելն է։ Իմ բարեգործությունը մարդկանց հնարավորինս ճիշտ խորհուրդներ տալն է, իմ արած սխալները իրանց պատմելն է։ Մենք վախում ենք մեր սխալների մասին խոսել, բայց երբ որ դու քո սխալների մասին խոսում ես, դիմացինը դրանով սովորում է։ Քանի որ բժիշկ եք մասնագիտությամբ եւ նաեւ առողջապահության ոլորտի կազմակերպիչ, ձեր կրթությամբ հասցրել եք այս ընթացքում Եվրոպայի փորձը որոշակիորեն ուսումնասիրել, ընդհանրապես Հայաստանում ինչպիսին է մոտեցումը առողջությանը, մարդու, որտեղ դա էլ կրթվածության, զարգացվածության շատ կարևոր ցուցիչ է, թե տվյալ երկրում անհատը ինչպես է վերաբերվում իր առողջությանը։ Երբ դուք համեմատում եք կամ դիտարկում եք, ինչ հետևություններ եք անում։ Այն ժամանակ պատկերացնում են, եթե գերմանական բժշկությունն է, ուրեմն այնտեղ անսխալական են։ Բայց մենք ավելի շատ ենք լարվում սխալ չգործելու համար, քան իրանք։ Այնտեղի հիվանդանոցում չեն լարվում սխալ չգործելու համար։ Իրանք իրենց աշխատանքը կատարում են, իրանք գիտեն, որ իրանք սխալվելու են։ Իրանք գիտեն, որ որևիցե մեկ դեպքում սխալվելու են, բայց չեն լարվում այդ դեպքից։ Եվ իրանք սխալների տոկոսը վերջում ավելի քիչ է լինում, քան մենք, երբ որ լարվում ենք, որ չսխալվենք։ Դպրոցից կհիշենք այն աշակերտներին, ովքեր որ լարվում են, լարվածության հետևանքով լավ չեն գրում, չէ՞ իրանք գրավորը։ Այսինքն մտածում են, որ հանկարծ չսխալվեմ, հանկարծ։ Իսկ ով գիտի այն ինչ գիտի, ինքը իր աշխատանքը կատարում է այնքանով, ինչքանով որ ինքը գիտի, շատ ավելի լավ արդյունք է ստացվում։ Չեմ ասի, որ այնտեղ մարդիկ իդեալական են առողջությանը վերաբերվում, բոլորը սնվում են առողջ, բոլորը ամեն օր, չգիտեմ, սպորտով են զբաղվում։ Դե ներփեշիկ են, չէ՞ շատ ուտում։ Իսկ ներփեշիկը լավագույն ուտելիքը չի։ Լավագույնը չի, բայց այնտեղ կա մի հատ շատ կարևոր պայման, հոգեպես հանգիստ են բոլորը։ Օրգանիզմը մենակ ֆիզիկական օրգան չի ինքը։ Նաև ունի, ասում են, նյարդային համակարգ կա, հոգեկան աշխարհ կա։ Ինչով է դա պայմանավորված, ավակ։ Գլխավոր պայմանը չսխալվելու վախն է։ Այսինքն մենք այստեղ բոլորս գերազանցիկի բարդությամբ ենք տառապում։ Այո, ես ինքս այստեղ գերազանցիկի բարդությամբ եմ տառապել, եւ այս գործունեությունը, երբ որ ես սկսեցի, այնտեղ ես հաղթահարեցի, որ ինչ էլ անեմ, մեկա սխալվելու եմ։ Եթե ես 10 տարի առաջ սկսեի, որը որ սկսել էի իմ գործունեությունը, հիմա շատ ավելի շատ արդյունք ստացած կլինեի, քան հիմա է։ Բայց ես 10 տարի աշխատությունը պիտի լինի, ավակ։ Պետք է լինի պատասխանատվությունը, բայց երբ որ դուք կատարում եք մի գործողություն, որը որ մենակ չեք կատարում, այլ թիմով եք կատարում, պատասխանատվությունը շատ կարևոր բան է։ Պետք է ամեն օր կրթվենք։ Ամեն օր է պետք կրթվել։ Դա է պատասխանատվությունը։ Բայց երբ որ դուք ասեք ես չեմ սխալվելու երբեք, ես գերազանցիկ եմ, ձեր սխալները ավելի շատ են լինելու։ Դա հպարտությունն է։ 7 մահացու մեղքերից ամենաառաջինը հպարտությունն է։ Մենք բոլորս հպարտ ենք։ Մենք չենք կարող խոհեմ լինենք։ Մենք մեր սխալները չենք ուզում ընդունենք։ Այդ խնդիրը մենք հաստատ ունենք, մի քիչ մեծամտություն կա մեր մեջ։ Մենք բոլորս հպարտ ենք։ Մենք բոլորս հպարտ ենք։ Ինտերնետը այսօր երբ որ մենք նայում ենք, բոլորս հպարտ ենք։ Ես էլ եմ հպարտ եղել։
Հիմա ես չգիտեմ ինչքանով եմ հաղթահարել։ Ոչ միայն հպարտ ենք, բոլորս համացանցում երջանիկ ենք, խնդիրներ չունենք։ Իրապես երջանկություն, երբ որ մենք կարողանում ենք հասկանալ ինչ է իրապես երջանկություն, դա յուրաքանչյուր մարդ ինքը պետք է կարողանա իր մեջ գտնել։ Երբ որ ես գտա ինչ է երջանկությունը իմ համար, ես ավելի քիչ եմ ժպտում, բայց ավելի երջանիկ եմ։ Ես երիտասարդ տարիքում ավելի շատ եմ ժպտացել, բայց հիմա որ հասկանամ, ես մտածեմ այն ժամանակ եմ ավելի երջանիկ եղել, թե հիմա, ես հասկանում եմ, որ հիմա եմ ավելի երջանիկ։ Ինչու եք հիմա ավելի երջանիկ։ Որովհետև գիտակցում եմ իմ սխալների արդյունավետությունը։ Գիտակցում եմ, որ ես մարդ եմ, ով օրվա ընթացքում կատարվում է որոշակի գործողություններ թվականակով, որոնց 80%-ը սխալ է։ Եվ դա բերում է հաջորդ օրվա ճիշտ գործողությունների։ Այնուամենայնիվ, եթե առողջությանը մեր վերաբերմունքը չափենք, ամենալուրջ խնդիրները որոնք են Հայաստանում ձեր դիտարկմամբ։ Սպորտի բացակայությունը, նյարդային համակարգի անկայուն վիճակը եւ սնունդը։ Գերմանիայում, երբ որ սեղան են դնում, սեղանից վեր կենալուց, եթե սեղանին ինչ-որ բան մնաց, ուրեմն նշանակում է դա այդ համով չէր այդ սնունդը։ Այսինքն ինչ դրել են, բոլորը պետքա ուտեք, վերջացնեք, վեր կենաք։ Բայց արդյոք շատ ուտելը լավ ցուցիչ է։ Բայց շատ չեն ուտում, իրանք դնում են այնքան, ինչքան ուտում են։ Այսինքն ամեն մեկի համար դրված է իր չափաբաժինը։ Իսկ Հայաստանի չափաբաժինները այնքան մեծ է, որ մենք սեղանից վեր կենալուց հետո Եվս 4 անգամ այդ սեղանից կարանք սնվենք։ Հայաստանում ընդունված չի, երբ սեղանը դատարկվում է, այդ համարվում է, որ ուրեմն դու բավականաչափ սնունդ չես հյուրասիրել։ Շատ եմ խորացել, հիմա մենք մի հատ sense խնդիրել ունենք, որ գրամոլության հետ կապված սիթքոմեր ունենք։ Սիթքոմերի մեծ մաս ռեկլամները, սա սննդի հետ կապված ռեկլամներ են։ Հայաստանում այդպես մեծ գործարաններ չկան։ Մենք ըստ էության սրճարան ենք բաց երկնքի տակ, դուրս ես գալիս եւ անընդհատ ուտելու վայրեր են։ Այդ առաջարկն է մեծ իմաստով։ Բայց մենք չենք ուզում ստեղծել։ Հիմա ես առաջարկում եմ, մենք ունենք շատ լավ ճիր արտադրող լիքը ընտանիքներ, տարբեր տեղեր։ Դա էլի են հապակագծերից մեկն է, որի մասին ավելի մանրամասն հետագայում կասեմ։ Հայկական ճիր արտադրող շատ լավ ընտանիքներ ունենք, ովքեր առանձին արտադրում են ճիր, ինչ որ միտեղ ուղարկում են։ Բայց դա չես կարող գտնես ամենտեղ։ Ինչ որ մի խանութ է ուղարկում։ Ինքը չի էլ կարա շատ արժեք տա։ Բայց այդ մարդը էլ չպետք է արտադրի ճիր, որտեղ ինքը արդեն գիտի լավ ճիր արտադրելու ձևը։ Ինքը պետք է գտնի այդ ընտանիքներին, որոնց սովորացնի լավ ճիր արտադրելը։ Մենք պետք է մի հատ ճիր արտադրենք, հայկական ճիր։ Ու այն ընտանիքները, ովքեր ուզում են ճիր արտադրել ու արտահանել, այդ ընտանիքները բոլորը պետք է միավորվեն իրար հետ, մի անվան տակ, տարբեր ընտանիքներ, նույն որակի, առաջի, երկրորդ, երրորդ կարգի ճիր արտադրեն։ Մեր մոտ բժշկության ոլորտում ասեմ, ես որպես ուրոլոգ չեմ ուզում մեղադրեմ իմ ուսուցիչներին, ոչ մեկին չեմ փորձում մեղադրել, իմ գործունեության կարգախոսում ամենակարևոր բանը ոչ մեկի կատարած աշխատանքը չմեղադրելն է, բայց Հայաստանի բժշկության մեջ վիրահատող բժիշկները, ովքեր որ հիմա վիրահատող բժիշկ են, իրանք շատ դժվարությամբ են դառը վիրահատող բժիշկ։ Իրենց տարիքով բժիշկները իրենց շատ դժվար են տվել այդ գործողությունը, որ անեն։ Ու իրանք ֆինանսը ձևավորվում է տեղ, իրանք ինչքան վիրահատություն կանեն, այդքան գումար կստանան։ Եվ երբ որ որևիցե վիրահատող բժիշկ սովորացնի իրանից ցածր ուսանողի կամ չգիտեմ առաջի ասիստենտ, որը որ արդեն բժիշկ է, հաջորդ վիրահատությունը երբ որ ինքը գնա անելու իր փողը կպակասի։ Բայց Գերմանիայում համակարգը այդպես չի։ Գերմանիայում համակարգը ուրիշ է, երբ որ դու արդեն կարողանում ես վիրահատել, դու դառնում ես սովորացնող բժիշկ։ Երբ որ դու սովորացնող բժիշկ ես, դու ավելի շատ ես վարձատրվում, քան վիրահատող բժիշկը։ Երկար տարիներ մեզ ինչ էին ասում էին դուք պրոֆեսորի գործ եք նայում, դուք պետք է հələ ուրախ լինեք, որ մենք թողում ենք մտնեք վիրահատարան։ Իսկ այնտեղ երբ որ դու պրոֆեսորի հետ մտնում ես, ասում եմ, «Խի ես կանգնել, լվացի մտի, խի չես վերցնում այդ գործողությունը անես, վերցրու արա»։ Ասում եմ, ես ոնց սենց հեշտ, բայց գիտեմ երկար տարիներ նայեմ, նոր դուք ինձ տա գործ անել։ Չէ, դա այդպես չի։ Ու դա բերում է նրան, որ մարդիկ սկսում են սովորել։ Երբ էլ ճիր արտադրողը 100 ընտանիքի ճիր արտադրել սովորացնի, ինքը ոչ մի ճիր չարտադրի, երբ որ ինքը արդեն գտել է լավագույն ճիր, ինքը գիտնական է։ Ինքը ճիր է արտադրում, որը շատ համով է, ինքը գիտնական է։ Ինքը էլ այդ իր ճիրը չպետք է ինքը սարքի ծախի։
Ինքը պիտի սովորացնի այլ մարդկանց, որ այդ ճիրը սարքեն ամբողջ աշխարհով վաճառեն։ Երկու կարևոր խնդիր կա այստեղ։ Առաջինն է, որ մենք իրար մրցակցային հայացքով ենք նայում։ Եվ այն լարվածությունը, որի մասին դուք ասացիք, նաև դրա մասին է, որ մենք մեկս մյուսի մեջ անընդհատ մրցակից ենք տեսնում եւ երկրորդը անընդհատ սովորելու խոհեմությունն էլ մենք չունենք։ Բացի այն, որ պիտի մարդիկ ուզենան իրենց փորձը փոխանակել եւ ուզենան, որ իրենց աշակերտը իրենցից լավը դառնա, նաև պիտի աշակերտելու ցանկությունը լինի։ Այդ մեծամտությունը, որի մասին մենք խոսեցինք, մեզ խանգարում է ավելին սովորելու։ Մենք ցանկացած փուլում որոշում ենք, որ մենք արդեն լավն ենք, մենք էլ բան չունենք սովորելու։ Այդ խոհեմությունը անընդհատ աշակերտելու, անընդհատ նորը սովորելու շատ կարևոր բան է։ Մինչև Գերմանիա գնալս ոնց էի պատկերացնում, գնամ արագ-արագ քննությունս հանձնեմ, շուշուտ երկրորդ քննությունս հանձնեմ ասիստենտարց, հետո դառնամ ֆախարց, հետո դառնամ օպերարց, հետո դառնամ շեֆարց, լիքը փող աշխատեմ, ամեն ինչ են տիրը առնելու։ Հետո երբ որ գնացի հասա, դե ինչ որ փուլի արդեն եկել էի, որ կյանքում փողը դա ամենավերջի տեղը պետքա լինի, որովհետև երբ որ փողը դառնում է առաջնային խնդիր, դու հավելյալ արժեք չես սկսում ստեղծել, դու սկսում ես մտածել, ես այս չայը պետքա վաճառեմ, ես ոչ թե մտածում եմ այս նոր չայր ստեղծելու մասին, եւ թե փողն է գալի միտքես, ամենալավը որն է ալնում, այս չայը մի քիչ թանկ վաճառեմ, մի քիչ ավելի թանկ վաճառեմ, մի քիչ այն հավելյալ բան չեմ ստեղծում։ Երբ որ փողը չի առաջին քո նպատակը, քո առաջին նպատակը հավելյալ արժեք ստեղծելն է, փողը հետո շատանալու է։ Մի հատ սկզբունք կա մոտս, որ յուրաքանչյուր մարդ պետք է ունենա այնքան գումար, ինչքան որ իր գաղափարն է։ Այն մարդիկ, ովքեր, չգիտեմ, կաշառքով, գողությամբ կամ պատահականության սկզբունքով են հարստացել, իրանք միշտ գիշերը քնելուց իմ պատկերացմամբ մտածում են, որ այդ փողը հանգարց եթե իրանք այս անգամ կորցնեն կամ գողանան իրանցից, իրանք երկրորդ անգամ այդ հնարավորությունը չեն ունենա։ Երբ մարդիկ պատահական են հարստանում, նույնքան արագ էլ կորցնում են այդ գումարը։ Լոտոներով հաղթած գումարները, չգիտեմ, տարբեր ձևերով։ Եվ այդ մարդիկ ավելի երջանիկ չեն լինում, իրանց ամբողջ նպատակը այդ փողը պահելն է։ Իրանք սկսում են իրանց փողը պահել, որովհետև եթե կորցրեցին, ուրեմն всё, իրանք էլ չեն կարողանալու այդքան աշխատել։ Դա հակասում է փողի գաղափարախոսությանը, որովհետև փողը ստեղծվել է շրջանառվելու համար, փողը պահելու մասին չի։ Եվ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ 100 միլիոն հայ։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Ոչ մի բան չի փոխի։ Ինչի համար ձեզ կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Մեծամտության որոշ ժամանակ եղել է, շատ մեծամիտ եմ եղել, կարան քննադատեն ինձ դրա համար շատ։ Ամենաբարդ աշխատանքը, որ ստիպված եք եղել անել։ Շտապ օգնությունում աշխատել եմ դիակի բրիգադում։ Ամենաբարդ աշխատանքներից մեկն է, երբ որ հոգեբանորեն դու գնում ես եւ գիշերով տեղափոխում ես դիակ, երբ որ մենք մեծացել ենք հայկական ընտանիքում, ավանդական հայկական ընտանիքում, եւ միշտ գիտակցել ենք ընտանիքի արժեքը, մեծից փոքր էներգիան եւ այլն հարգելը մեծին։ Մի դեպք հիշում եմ, գնացինք, մայրը մահացել էր, մասիվում էր, պետքա տեղափոխեինք դիահերձարան, գնացինք, բարձրացանք, դե ցավակցում ենք, պետքա տեղափոխենք 5-րդ հարկում էին։ Մենք վարորդի հետ իջացնում ենք դիակը, իրանք դուրը փակեցին, դե լավ, կգտնենք դիահերձարան, մենք վաղ ժամը 1-ին կգնանք։ Դեռ իմ համար դա ամենասարսափելի բանն էր, ոնց կարելի է տենց, ոնց կարող է հայ մարդը իր մայրը մահանա, ճանապարհի որ բրիգադը տանի, դաժե 5-րդ հարկից չիջնի միջև մեքենան։ Դա ամենածանր ստրեսն է եղել իմ համար։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք հիմա։ Շրջապատը, իմ ընտանիքը։ Ես սպունգի նման բոլորից գողանում եմ։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Իմ կարծիքով քրիստոնյա մարդու համար լավագույն գիրքը դա Աստվածաշունչն է, բայց որպես գիրք, ոչ թե որպես կրոն, ոնց որ դեղերն են բուժում մարդուն, մարմինը ֆիզիկական, Աստվածաշունչն էլ բուժում է մարդու հոգեկան աշխարհը։ Յուրաքանչյուր մարդուն անհրաժեշտ է վիտամինային կոմպլեքսներ, չգիտեմ, D վիտամին, այս պայմաններում հիմա մարդիկ ապրում են փակ շենքերում, արևի խնդիր ունեն, դե մագնեզիումն է հիմա շատ պակաս, նյարդերից ազդակների փոխանցման համար սինապսային հատվածում մագնեզիում է պետք, այդ ամեն ինչը ֆիզիկական մարմնի համար է, իսկ հոգեկան մարմնի համար դա հզոր Աստվածաշունչ է, բայց պետք է հասկանալ ոնց է կարդում, իմանալ, հասկանալ, գիտակցել։ Այդ ինֆորմացիայի այդ 3 կետերը պետք է հասկանաս։ Սիրելի ֆիլմը 1+1։
Եվ երաժշտությունը դա հոգևոր վիճակ պետք է լինի, ամեն վիճակից կախված։ Էնիգմա լսում եմ, երբ որ լարված եմ, դասական երաժշտություն եմ լսում, երբ որ ինչ-որ բան պետք է հիշեմ, չգիտեմ, բառեր հիշելու համար կդնեմ երկար դասական երաժշտություն, որ ուղղակի ավելի ծանրացնեմ կամ չգիտեմ, ես կամ ռաբիս կլսեմ, երբ որ տրամադրությունս ավելի բարձր է։ Ամեն ինչ էլ լսում եմ։ Կանոն, որին կուզեիք հետևեին բոլորը։ Սեր, սիրել։ Որքան էլ թվում է անհավանական, որքան էլ թվում է, որ դա օվկիանոսում մի փոքրիկ կաթիլ է, բայց փոփոխությունները հենց այդպես են սկսում, այն որ դուք արդեն մտածել եք եւ այդպես հավատքնոտ գաղափար եք դրել, ճանապարհ եք ընկել, դա նշանակում է, որ ընթացքում ճանապարհը անպայման բացվելու է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, վստահ եմ, որ գաղափարը շատերի համար դեռ շատ հում է, բոլորը դեռ շատ կարող են քննադատել, շատերը կարող են չհասկանալ, շատերը կարող են ասել, ես նեղմաջալին ես ինչա հել է խոսում, այ ախպեր, մենք սուր վիճակի մեջ ենք, մարդիկ մտածում են, այս կողմ գնանք չկործանվենք, թե այն կողմ գնանք չկործանվենք, ինչի մասին է խոսում, բայց իրականում միակ փրկությունը սա է, միակ փրկությունը հավատն է։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ։